Դուք անընդհատ մտնում եք համացանց և տեսնում եք լուրը լուրի հետևից, չեք հասցնում հետևել քաղաքական իրադարձություններին և ձեզ թվում է, թե քաղաքական դաշտը չափազանց հագեցված է։ Իրականում, եթե դուք կարծում եք, որ սա պատահական է, ապա դուք պետք է դիտեք հենց այս տեսահոլովակը։ Քաղաքական հագեցվածության պարադոքսը ստեղծվում է ու քաղաքական դաշտ է նետվում հենց իշխանությունների կողմից։ Այսինքն, եթե քաղաքական դաշտը չափազանց հագեցած է տեղեկատվությամբ, օրակարգերով, դերակատարներով ու ճգնաժամերով, հասարակությունն ու ինստիտուտները սկսում են հակառակ արձագանքը տալ։ Այսինքն, լինում է քաղաքական անգործություն, անտարբերություն ու պասիվություն։ Այսինքն, քանի դեռ քաղաքականությունն ավելի շատ է, այնքան իրական քաղաքականությունը ավելի քիչ է։ Սա է քաղաքական հագեցվածության պարադոքսը, երբ դուք տեսնում եք անընդհատ նորություններ ու ասում եք, որ այլևս չեք ուզում դիտել դրանք, ու դուք դառնում եք քաղաքականապես անտարբեր։ Եկեք հասկանանք ինչ է քաղաքական հագեցվածությունը։ Քաղաքական դաշտը հագեցած է, երբ այդտեղ է միաժամանակ գոյություն ունենում անսահմանափակ ծավալով օրակարգեր, սկանդալներ, հարցազրույցներ, հաղորդագրություններ, ճգնաժամեր, մեղադրանքներ, վեճեր, շարժ, կուսակցություններ, ինստիտուցիոնալ կոնֆլիկտներ։ Այստեղ քաղաքականությունը դառնում է շարժման մեջ գտնվող մշուշ, այսինքն մի բան, որը միշտ շարժի մեջ է, բայց ոչ միտեղ էլ այդպես էլ չի հասնում։ Ինչու է հագեցվածությունն առաջացնում հակառակ արդյունքը, որովհետև քաղաքական տեսությունում հենց այս երևույթը կոչվում է խճճվածության, ռեակցիայի հակադարձ համամասնություն։ Քանի որ քաղաքական ինֆորմացիան նման դեպքերում չափազանց շատ է, նախ եւ առաջ ուղեղը դադարում է տարբերել կարևորը ոչ կարևորից։ Ընտրողներն էլ դադարում են հավատալ այն նարատիվներին, որոնք առաջ է քաշում թե իշխանությունը եւ թե լավագույն դեպքում ընդդիմությունը։ Ինստիտուտներն էլ սկսում են ընկալվել որպես խաղացողներ, այլ ոչ թե որպես պետական օրգաններ։ Նման իրավիճակներում հասարակությունն ընկնում է քաղաքական օվերլոդի մեջ։ Մի վիճակ, որտեղ ինֆորմացիան անընդհատ մատակարարվում է, բայց չի մշակվում։ Արդյունքը լինում է քաղաքական պասիվությունը, ընտրության լեգիտիմության անկումը, քաղաքականության հանդեպ անտարբերությունը, հասարակական ապա քաղաքականացումը։ Հենց սա է պարադոքսը, քաղաքականությունը ավելանում է, բայց քաղաքական մասնակցությունը նվազում է։ Այսինքն, եթե իշխանություններին թվում է, որ անընդհատ օրակարգ նետելով նորություններ իրենք կարող են ընտրազանգված ապահովել, ապա նրանք չարաչար սխալվում են։ Բայց սա լավագույն դեպքում։ Իրականում իշխանությունն ու ընդդիմությունը շատ հաճախ քաղաքական հագեցվածությունը օգտագործում են հենց իրենց օգտին։ Այսինքն քաղաքական հագեցվածության նպատակը առաջին հերթին այն է, որ իշխանությունը կարողանա անընդհատ արտադրել նոր օրակարգեր, որպեսզի հասարակությունը չկենտրոնանա մեկ հիմնական հարցի վրա։ Ընդդիմությունն էլ ի հակառակ կարող է ամեն օր ստեղծել նոր սկանդալ, պահելով լարվածություն, բայց չհասնելով բնականաբար ռազմավարական արդյունքների։ Ու արդյունքում երկու կողմն էլ ստեղծում են քաղաքական աղմուկ, որը փոխում է իրական քաղաքականության բնույթը, եւ հասարակ համացանցով քաղաքականությունից գլուխ հանող փորձող մարդիկ այդպես էլ չեն հասկանում ինչ է կատարում իրականում։ Հագեցվածությունը ունի իր քաղաքական հետևանքները, ինչպես քաղաքական յուրաքանչյուր ֆենոմեն։ Երբ դաշտը հագեցած է, քաղաքականությունը կորցնում է իր միջուկը, որը առաջացնում է 3 վտանգավոր հետևանքներ։ Առաջինը դա կեղծ կայունությունն է։ Քաղաքական դաշտը երևում է ակտիվ, բայց իրականում կանգնած է տեղում։ Պատկերացրեք, փորձում եք ձեր մեքենան աշխատացնել, բայց արգելակը սեղմված է։ Սա նույն իրավիճակն է։ Հաջորդը քաղաքական ինֆլացիան է, այսինքն ինչպես փողի արժեզրկումն է, այնպես էլ քաղաքական խոսքի արժեզրկումն է։ Դրա հետևանքով առաջանում է կոռուպցիան, դավաճանությունը, հանրային անվտանգություն բառերը ու դրանք սկսում են ոչինչ չնշանակել։ Երրորդը լեգիտիմության վակուումն է։ Երկու կողմն էլ շատ է խոսում, բայց ոչ ոք չի կարողանում մարդկանց համոզել։ Միաժամանակ հասարակությունը այլևս չի վստահում ոչ մեկի ու առաջանում է քաղաքական ապաթիա։ Բայց պարադոքսալ է հատկապես Հայաստանի Հանրապետության դեպքը ու ինչու է պարադոքսը հատկապես տեսանելի հենց Հայաստանում։ Հայաստանում իրականում քաղաքական դաշտը հաճախ գտնվում է հագեցվածության գոտում, այսինքն համաժամանակ ճգնաժամեր, քաղաքական դերակատարների բազմացում, մեդիայի ինֆորմացիոն ահռելի արտադրություն, հասարակական վախեր, ապագայի անորոշություն, պատերազմի վախ, այսինքն այստեղ քաղաքական դիսկուրսը դառնում է այնքան ծանրաբեռնված, որ դա բերում է հակառակ արդյունքի, հասարակությունը դադարում է մասնակցել։
Սրա վառ օրինակը 2021 թվականի ընտրություններն էին, երբ որ ունեինք շատ ցածր մասնակցություն։ Եզրակացությունը մեկն է, քաղաքական հագեցվածության պարադոքսը ցույց է տալիս, որ քաղաքական դաշտի չափազանց ակտիվությունը իրականում կարող է հանգեցնել քաղաքական հյուծման ու անգործության, երբ ամեն օր տեղի ունենում քաղաքական իրադարձություն, իրական քաղաքականությունն ու ռեալ պոլիտիկը սկսում են կորել փոքր աղմուկների մեջ։ Ուստի սիրելի հետևորդներ, եթե ուզում եք իմանալ ինչ է կատարվում իրականում, ապա մնացեք մեզ հետ։ Ցտեսություն։